իսկ չփարատված կասկածներով կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողով այսպիսի որոշում կայացնել, որտեղ դուք ասացիք, եթե չփարատված կասկածներ կա, իր օգուտ քրեական գործում, եթե ճիշտ չհասկացա ուղղակից, իր օգուտ ոնց որ մեղադրյալի է դա հաշվում, հա, իսկ այս դեպքում չփարատված կասկածներ, այսինքն պակաս ապացուցողական հանգամանքներով կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողով այսպիսի լուրջ որոշում կայացնել, որովհետև ասում դուք պահանջում եք առավելագույն սանկցիան, որ գոյություն ունի ընդհանրապես ընտրական ռեզոլյուցիոնում։ Իհարկե ոչ, պարոն Սմբատյան, դրա համար պետք է բավարար զգուշությամբ եւ բավարար խորությամբ, բավարար, բայց ոչ դրանից ավել, անհրաժեշտ եւ բավարար վերլուծվեն այն ապացույցները, որ այս պահին կան եւ հնարավոր է բերել սեղանի վրա եւ որոշվի չփարատված եւ որոշվի փարատվեց կասկածը, թե այնուամենայնիվ առավել հավանական է, որ այս փաստերը բավարար են էական ազդեցության տեսանկյունից եւ հնարավոր է արդյոք ուղղել դրանք, հնարավոր է չեզոքացնել, թե ոչ այսօրվա դրությամբ, բայց եթե կասկածները չփարատվեն, իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող կայացնել մեր հայցված որոշումը, բայց սա եւս կարեւոր մի շեմ է, որտեղ մենք եւս մեկ կարևոր ինստիտուտի ներգրավմամբ կարողանում ենք այս հարցերը քննության առարկա դարձնել։ Ես ասեմ, թե ինչ է պարոն Սմբատյան, այսպես կողքից պես ցածր ձայնով ասում, ըստ էության պարոն Սմբատյան, մենք ինչ այս միջնորդությունն ենք քննարկում, պարոն Սմբատյանը անցավ քիչ առաջ, ես էդ էի ասում, որ միջնորդության իր դիրքորոշումն էր հայտնում, ինչու, որովհետև պատասխաներ պարոն Կարապետյանի հարցին, հա, ես էլ չանրադարձա նորից անմեղության կանխավարկածի խնդրին, քանի որ խոսեց շեմերից, դա որպես ապացույց, թե ինչու այնտեղ կարող է այդ տեղեկատվությունը դեռ, այսպես ասած, բավարար չլինի օգտագործման քրեադատավարական ընթացակարգին, բայց մեր համար բավարար օգտագործման արդեն, դրա համար ես այդ հարցը հնչեցրի, որ ինչով է պայմանավորված, որ համարում եք մեր վարույթում ավելի ցածր է այդ շեմը, այսքան շնորհակալություն։ Տիկին Հովհաննիսյան, դուք եք ցանկանում հարց տալ, թե ինչու ասա։ Ճիշտ ասած, ես հարց չի ուզում տալ, ուզում եմ ներկայացնել առաջարկություն դիմող կողմի միջնորդությունը դատախազության ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն կոմիտեի հարց հետո կտամ էլի կոմիտեից ինչ որ հրապարակումների քրեական գործեր, եթե ճիշտ եմ ասում, հա քրեական վարույթներով ընդհանուր ընդգրկված ընտրակաշարքի գործերի վերաբերյալ տեղեկատվություն կամ տեղեկանք ստանալու միջնորդությունը առաջարկում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովին մերժել։ Հարգելի անդամներ, այստեղ ջուր ամեն ինչ կա։ Ամեն ինչ ունենք, ուղղակի այդպես Սմբատյան, ձեր համար ընդգրկում անեք։ Հարցս կա անդամներին։ Եթե կարելի է, պարոն Հովհաննիսյան, պարոն Սմբատյանը հազում է չկարողացա ասեի նաև ինչու եմ այս միջնորդությունը ներկայացնում, կարծում եմ հանձնաժողովի անդամները ծանոթացել են դիմումին կից ներկայացված նյութերին, ես դիմումին կից ներկայացված Excel ֆայլում 25 հաղորդում պարունակող ֆայլ է ներկայացված, բոլոր 25-ը հակակոռուպցիոն կոմիտեի նյութերն են։ Ոնց որ թե բան Տիկին Խաչատրյան, խնդրում եմ մեզ չընդհատել։ Նորից եմ կրկնում, խնդրում եմ հանձնաժողովին միջնորդությունը տեղեկատվություն պահանջել վերնշված մարմիններից քրեական վարույթների վերաբերյալ մերժել։ Պահանջում եմ դնել քվեարկության։ Տիկին Հովհաննիսյանը ըստ էության առաջարկեց մերժել միջնորդություն եւ առաջարկն է, որպեսզի հարցը դրվի քվեարկության։ Ովքեր են կողմ Տիկին Հովհաննիսյանի առաջարկին, այն է մերժել Վարուն Եգորյանի միջնորդությունը։ 7 կողմ միացան պարոն Եգորյան, ձեր
միջնորդությունը մերժվեց եւ մենք պիտի արդեն շարունակենք մեր դիմումի